Հայկական պայմանագիրը սիրում են էլի անընդհատ խաբեն, ասեն մենք չգիտեինք տեղակ չքնեց, որ ձեր արժև շատ հստակ ցույց եմ տալիս կոորդինատներով, նկարներով, դիմումով, կոորդինատներով հստակ Գախնի ինչ-որ բան չէ, գախնի ոչ մի բան չկա, ասում, ընդհանրապես բաց աղբյուրներից կատարած մանրակրկիտ պրոֆեսիոնալ հետազոտություն է։ Դա գախնի բան չունենք։ Կոորդինատներով հստակ նկարներով, դիմումով, ամբողջ նկարներով, փաթեթը որոշվեց հիմա բարձրաձայնել այս մասին։ Ասում նոր ենք ուսումնասիրել, ուսումնասիրությունը ավարտվել է, հստակ արդեն փաստերը մեր ձեռքում եղել է։ Հանրությանը իրազեկում ենք, հենց հիմայի հարց չկա, եթե մի շաբաթ առաջ մենք ամբողջ փաստերը, անհերքելի փաստերը մեր ձեռքում ունենենք, մի շաբաթ առաջ։ Իսկ նախընտրական դիվիդենդներ բացարձակապես նախընտրական ի տարբերություն Նիկոլի եւ իր քաղաքական թիմի, մենք մեր երկրի անվտանգությունը որպես քաղաքական դիվիդենդ ու շահարկման առարկա երբեք չենք դարձրել ու երբեք չենք դարձնելու։ Այնպես որ սա փաստ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, բոլոր լուսանկարները, դիմումը, ֆոտոները, այս ամենը հեսա ծրարի մեջ ես դնում եմ, ուղարկում եմ։ Իսկ դիմումում ինչ եք պահանջում։ Դիմում պահանջում ենք, որ նրանք շատ հստակ պատասխանեն ինչու են հանրությունից գախնի պահել։ Եթե նրանք ունեն փաստեր, որոնք բնականաբար չունեն, եթե ունեն թող հերքեն, եթե ոչ թե պատասխանեն ինչու են հանրությունից, ինչու են հանրությանը խաբել հերթական անգամ։ Պարոնյան, մի հարց էր էլի, այստեղ նշում եք, որ այս դիրքից տեսանելիությունը հա բացվում դեպի արոտավայրեր, կուտ եւ սոտքի հանքավայր, բայց սա պետք է նշել, որ առաջի դիրքը չէ, որ այդ տեսանելիությունը բացվում ադրբեջանցիների համար։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքից մոտավորապես 240 կիլոմետր տարածք եւ մշտադիտարկման եւ ուղիղ հասանելիության տակ են շատ ու շատ բնակավայրեր, թե Տավուշի մարզում, թե Գեղարքունիքի մարզում, թե Սյունիքում, թե Ջերմուկի հարևանությամբ, բոլորս մենք շատ լավ գիտենք ինչ են հասցրել այս մարդիկ։ Դրա համար հիմա, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը, մենք փաստերը հեսա կներկայացնենք, իսկ թող իրանք էլ կպնեն իրանց գործին ու փորձեն հերքել։ Հնարավոր է ասեն օրինակ չափազանցված է դիրքի նշանակությունը։ Ոչ, ինչի մասին է, դիրքի նշանակության մասին հարց չի։ Հարցը նա է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիրք է սարքում մարտական դիրքեր։ Այդ որում, հա, շատ շնորհակալություն, որ ասացիք։ Այո, երևում է, թե որ օրվանից են այդտեղ շարժ նկատել, որոններ դիրք հայտնվել, չնայած այդ նույն անդրադարձում իմ գործընկերները նշում են, որ որոշ մտահոգություններ չափազանցված են, բայց այնուամենայնիվ դատելով տեսանյութից հաստատվեց այն փաստը, որ թե ով է ստում ըստ էության։ Նախ շատ շնորհակալություն հարցի համար, որ հիշեցրեցիք, ֆակտորը որպես լրագրողները հստակ ստուգեցին փաստեցին, որ մեր ասածը ամբողջովին ճշմարտություն է, իսկ ինչ վերաբերվում է չափազանցվածի մասին, ասեմ, քանի որ լրագրողները ամեն են հարգանքով լրագրողների հանդեպ անվտանգության մասնագետներ չեն, նրանք չեն կարող հստակ գնահատականներ տալ, որ առաջխաղացումն է վտանգավոր, որը վտանգավոր չի։ Եվ վերջապես ցանկացած առաջխաղացում, ցանկացած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի օկուպացիա, դա ոչ թե վտանգավոր է, դա անթույլատրել է եւ էգզիստենցիալ վտանգ է Հայաստանի համար։ Շնորհակալություն, սիրելի լրագրողներ, ես հիմա կհանձնեմ։ Հիմա քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, մենք չենք կարողանում գնալ եւ անձեն աչքով տեսնել։ Օրինակ, դուք առաջարկում եք Պաշտպանության նախարարությանը, որպեսզի իրենք եթե ունեն օրինակ հակափաստարկներ, ինչպիսիք որ փաստերով հա ներկայացնում, եթե դրանց հակափաստարկները փաստերով ունեն, թող իջնեն այստեղ, համ ձեզ ներկայացնեն, համ մենք տեսնենք, հանրությանն էլ կտեղեկացնենք, կասենք այս մարդիկ իրենց գործերին են կպած, այս ինչ է։ Դե հաշվի առնելով, որ մենք բոլորս էլ տեսել ենք այս տարիների ընթացքում այս մարդկանց անպատասխանատվության աշճանը, ոչ պրոֆեսիոնալիզմի աշճանը, ես այդպես պատրանքներ չունեմ, որ իրենք կարող են սա հերքել, բայց խնդիր չկա, եթե կարող են թող հերքեն։ Մենք գիտենք, որ մենք ճիշտ ենք, մենք գիտենք, որ մեր փաստերը շատ հստակ են, երկաթյա փաստեր են, եթե կարան խնդրեմ, կարծիքով չեն կարող, կարծիքով չեն, վստահ եմ, որ չեն կարող, եւ դուք կհամոզվեք, որ չեն կարող։ Այլ բացահայտումներ լինելու։ Իհարկե լինելու է, մենք Նիկոլ Փաշինյանի բոլոր գործիքները հատ առհատ պայթեցնելու ենք։ Նիկոլ Փաշինյանի չեղած ռեյտինգը էլ ավելի ենք հավասարացնելու հողին, պատրելու ենք նրանց դիպակները եւ վերջապես մեծ հույս ունենալով, որ մեր հասարակությունը կարա Նիկոլ Փաշինյանին ճանապարհի այնտեղ, որտեղից նա եկել է։ Շնորհակալություն։
Քննի հասարակները Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Քննի հասարակները եւ խափողները, ստողները, հայ ժողովրդից այս ամեն ինչը, ներխուժումները, թաքուն պահողները, ոչ թե պաշտպանության նախարարության սպաներն եւ զինվորները, այլ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջության համար։